Հալելույա, ամեն, ամեն։ Եկեք անցնենք Աստծո խոսքին, թանկագիններս, եկեք անցնենք Աստծո խոսքին։ Մենք ունենք հաղորդություն, որ ժամանակի մեջ տեղավորվենք, հետո վերջում էլ իրար հետ շփվենք, հա։ Ուզում եմ մի անգամից անցնեմ Աստծո խոսքին, դուք լսեցիք հայտարարությունները ու եկեք տնային խմբակներ, եկեք ուրբաթ օրը մենք խոսելու ենք Քրիստոսի չարչարանքների մասին, մահվան մասին, որն էր պատճառը, հա։ Ու հայտնություն կառնենք ու մի հատ էլ շնորհակալություն կհայտնենք Տիրոջը, փառք կտանք նրան, մեր սրտերի մեջ կպահենք իրականում այդ ճշմարտությունը, այն թանկ զոհը, որ կատարվեց ամեն մեկիս համար։ Ամեն։ Այնպես որ մեր շաբաթը լի է ու կիրակի օրը կունենանք հարության տոն, հա։ Հարության տոն, հարության զորության այդ ազդեցությունը կգա ամեն մեկիս վրա, որովհետև նա միայն տարին մեկ անգամ չի այս օրերին, ինքը միշտ է, ամեն, այդ հարության զորությունը Սուրբ Հոգու միջոցով այսօր իմ ու քո մեջ է, բայց այս ամենը կիրակի օրը։ Ուզում եմ մի անգամից բացենք Աստվածաշունչ, Մարկոս ավետարան 6:35, 6-րդ գլուխ 35-րդ խոսքը ես պատմեմ, սա մի հերթական ավելի շուտ Հիսուսի ծառայություններից մեկն էր կամ օրերից մեկն էր, երբ որ ժողովուրդը հավաքվել էին, նա ուզեց մի տեղ առանձնանա, մի քիչ հանգիստ առնեն ժողովրդից կամ ծառայությունից, սենց ասած, ու հասկանում ես, երբ որ բազմությունը տեսան, որ Հիսուսը չկա ու գտան, իմացան որտեղ է, գնացին, հավաքվեցին, կիտվեցին, շատ ճանաչված տեղ է, բոլորդ գիտեք, 35-ից ուզում եմ կարդամ, ու երբ որ արդեն շատ ժամանակ էր անցել, նրա աշակերտները մոտ եկան եւ ասացին, թե այստեղ է անապատը եւ ժամանակն էլ արդեն ուշ։ Սա այն 2 հաց 5 ձուկն է, հա, ճիշտ ասեցի, թե հակառակ։ Հա, հակառակ։ Լավ, կկարդանք։ 5 ձուկ 2 հացն է։ 2 ձուկ 5 հացն է։ Բայց կարևորը 7 է, հա։ Լավ։ Արցակիր դրանց, աշակերտները նայեք Հիսուսին ինչ են ասում։ Արցակիր դրանց, որ 4 կողմի շեները եւ գյուղերը գնան իրենց համար հաց առնեն, որովհետեւ այստեղ ուտելու բան չունեն։ Գիտես, մի պատմություն, մի դրվագ է, որտեղ որ ժողովուրդը եկել են, խոսքը ասում է, որ մեծ տարածք էր, անապատ տարածք էր, այսինքն բնակչություն չկար, խանութներ չկային, հնարավորություններ չկային ու բավականին ժամանակ, ես չգիտեմ ինչքան, բավականին, այսինքն սովել էին մարդիկ, կարիք ունեին, հոգնած էին, օրն էլ արդեն ավարտվում էր ու ինչքան լավ է, չէ, որ աշակերտները նկատում են։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասաց նրանց. դուք տվեք դրանց ուտել։ Նրանք էլ ասացին նրան. գնանք 200 դահեկանի հաց առնենք եւ դրանց տանք որ ուտեն։ Նա էլ նրանց ասաց. քանի հաց ունեք, հաց ունեք, գնացեք եւ տեսեք։ Երբ որ գնացին նրան, երբ որ գիտեցան, նրան ասացին. 5 հաց եւ 2 ձուկ։ 5 հաց եւ 2 ձուկ։ Եվ պատմությունից մենք գիտենք, որ այնտեղ 5000, չէ՞, միայն տղամարդկանց թիվն էր, թանկագիններս, 5000 միայն տղամարդկանց թիվն էր։ Չգիտեմ, ինչքան ուզում եք հաշվեք, եթե կանայք էլ լինեին, երեխաներ էլ լինեին, մի խոսքով 5000-ն էլ արդեն շատ։ Տեսել ես 5000 մարդ իրար հետ։ Մեծ ամբոխ է։ Բա որ 10000 լինի, ինչքան շատ է, չէ՞։ Լավ, հարցը իմ թվի վրա չի, հարցը այն կարիքի մասին է։ Ու ես այսօր անվանել եմ այս ուղերձը դուք տվեք նրանց։ Դուք տվեք նրանց։ Աշակերտները տեսան կարիքը, աշակերտները տեսան մարդկանց ու աշակերտները չէին ստում, իրականությունն էին ասում, աշակերտները տեսան, միգուցե լսեցին լացող երեխեքի ձայնը, տեսան մարդկանց, որ հյուծված էին, արդեն հոգնած էին, միգուցե խոսում էին, բա ինչ պետք է անենք, բա ոնց որտեղից պետք է սնվենք, բայց արդեն հոգնել ենք, ինչ պետք է լինի ու եկան Հիսուսին ներկայացրեցին։
Երբ որ ես այս խոսքի շուրջ մտածում եի ու այնքան հետաքրքիր ասում եմ, Տեր, մենք էլ սկսած ինձանից տեսնում ենք շատ մարդկանց, չէ՞։ Տեսնում ենք մարդկանց հոգնած, կոտրված, սոված, ու դա միայն ֆիզիկական սովը չէ՞։ Հոգու սով, որ հոգիները ծարավա, որ գիտես անելանելի վիճակի մեջ են, մի ուրիշ խոսքերով ասած, որ իրանց իրավիճակը այնքան անապատային է, որ իրանց գիտես խնդիրների մեջ իրանք պատտվում են ու անապատը այդքան էլ լավ տեղ չի ու անապատում լուծում չկա։ Ու ես էլ, դու էլ ու բոլորս էլ գալիս ենք ասում ենք Տեր, այնքան մարդիկ կան այսօր կարիքավոր, այնքան մարդիկ կան սրտերը կոտրված, Տեր, այնքան այսօր ցավ կա մարդկանց։ Արցակի էլի։ Եկեք մի բան մտածենք, չգիտեմ, եկեք ինչ անենք, մի ուղղություն ցույց տանք։ Կա մոտակա գյուղ, կա մի շենտեղ, կա մի ելք։ Ինչ անենք, Տեր։ Ու գիտես, գոնեգային Հիսուսին ասային մի հարց լուծի իրանց կյանքի մեջ, ասում եկեք թողենք, թող գնան։ Եկեք մի հատ ուղղություն տանք, թող գնան։ Այս կողմը գյուղ կա մոտակա մի 7 կիլոմետր օրինակի համար կամ այս կողմը գիտենք մեծ խանութներ կան, թող գնան իրանց։ Այս կողմը գիտեմ, աշակերտներ ասում են, ստեղ այս մարդկանց կյանքը արդեն անապատ է։ Ինչքան ենք մենք ինչ որ մեկին տեսել ու ասել ենք, դե իր կյանքը անապատ է։ Այդ գոնե մի քիչ մի շանս լիներ, մի հույս լիներ, մի փոքր ջրի աղբյուր լիներ, մի փոքր օազիս լիներ, բայց լրիվ անապատ է այս մարդու կյանքը։ Ինչ կարա լինի իր կյանքի մեջ։ Այս մարդը լրիվ չորային է, չգիտեմ, ու անուններ են կպցնում, միգուցե իր հակառակության պատճառով է, չգիտեմ, սես մեղքի մեջ խրված են, ու բայց գալիս ենք աղոթքի ու աղոթում ենք Տեր, մի բան արա այս մարդկանց համար։ Կասես Հովիվ ջան, ինչ աղոթելը սխալ բան է, չէ։ Սխալ չի, համարենք, որ սա էլ էր աղոթք, բայց աշակերտների հայացքը լրիվ ուրիշ էր։ Աշակերտները ուրիշ բան էին տեսնում, հասկանում ես, իմ ու քո պես, երբեմն, որ մենք էլ ենք տեսնում ենք, որ ասում ենք, ինչ անենք, մի ուղղություն տանք, գնա գլխի ճարը տեսնի, ոչինչ որ ես բառով ասեմ, գնացեք գլխների ճարը տեսեք, միգուցե տենց խորհուրդ ենք տալիս։ Դե գիտես, աղոթի, Աստված լսում է, միգուցե քեզ էլ կպատասխանի, կամ չգիտեմ, ինչ մեղք ես արել, հլը նայ էլի, կամ մի պատճառ կա, որ դու ես խնդրի մեջ ես, կամ կա բժիշկ կա, որ ինչ-որ բժիշկների դիմել ես, ես լավ բժիշկի տեղ գիտեմ։ Այն վերջի տարբերակը բերում ենք այս մարդուն, աղոթում ենք, ասում ենք Տեր, աղոթում եմ այս մարդու համար, աղոթում եմ այս ինչի համար, խնդրում եմ մի ճանապարհ տուր։ Այսինքն մոտավորապես իրավիճակ էր ստեղ։ Բայց նայեք Հիսուսը ինչ է ասում։ Նայեք Հիսուսը ինչ է ասում։ Ասում են արձակիր, թող գնան, թող իրանք որոշեն ուր գնան, թող իրանք որոշեն իրանց ապագան, իրանց ընթացքը, իրանց ելքը, թող իրանք գտնեն։ Բայց Հիսուս ասում է դուք տվեք։ Այ այնքան զորավոր է այս խոսքը։ Ես ուզում եմ այսօր մենք հայտնություն առնենք թանկագիններս, մենք աղոթելու ենք։ Շատ ենք մարդկանց տեսնելու, շատ ենք գալու, այո, ծունկեր ենք ծռելու, արցունք ենք թափելու, ասելու ենք Տեր, մենք տեսել ենք լիքը մարդկանց, որ անապատ են, ծարավ են, սոված են, կոտրված են։ Բայց ուզում եմ այսօր այս հայտնությունը առնենք, որ Հիսուս ասում է դուք տվեք նրանց։ Հասկանում եք, իզուր չէր, ու այս մարդիկ ասում են, լսեք, մենք 200 դահեկանի անգամ, սա մեծ գումարներ էր, եթե մենք մեր եղածից, մեր ունեցածից, մեր կարողությունից մի բան էլ անենք, չենք կարող մենք պատասխան լինենք։ Մի ուրիշ խոսքերով մենք ինչ կարող ենք, մեր եղածը այնքան փոքր է, մեր ունեցածը այնքան քիչ է, այսքան մարդկանց, ու իրանց կարիքները լրացնելու համար։ Այսօր միգուցե ես էլ ու դու էլ ենք տենց մտածում կամ մտածել ենք,
Ես այնքան փոքր եմ, որ այս մարդու հարցը լուծեմ, իմ կարողությունը այնքան քիչ է։ Դուք տվեք նրանց ուտել։ Հիսուսը ուզեցավ ասել, որ դուք ունեք մի բան, որ կարա պատասխան լինի նրան։ Դուք ունեք այն ամենը, ինչը որ կարող է իմ զորությունով, իմ միջամտությունով լինի պատասխան այդ մարդկանց։ Ովը համաձայնի ամեն։ Ու թող փառք Աստծուն, ու թող Տերը այսօր իրականում հայտնություն տա յուրաքանչյուրիս։ Ու ես կապացուցեմ, որ դու ունես։ Մի ուրիշ պատմության մեջ դուք գիտեք, որ պատանին է բերում այս կերակուրը։ 5000-ի միջից մի պատանի գալիս ասում, ես ասենց լսել էր, չէ՞։ Ասում, ես այսքան բան ունեմ, բայց մեծերը, հասունները, լսեք, ոչ մի բան չարեցին։ Իմ կարծիքն է, որ կային մարդիկ հաստատ մի երկու բրդուճ սենց հետ գցած կունենային։ Երեխա է, տեղ են գնում, երեխեք հետ սպասի մի երկու բան, բրդուճ անեմ, դնեմ հետները, որտեվ մեծերը մտածում են։ Ես հակված եմ այն մտքին, որ կային հասուն մարդիկ, որ ունեին ինչ-որ կերակուր իրանց հետ։ Ուղղակի գիտես ինչն էր իրանց մտածելակերպը։ Այս մի փոքրը ինչ պետք է անի այսքան մարդկանց։ Իմ մի փոքրը ինչ պետք է անի նրան։ Իմ մի փոքր կարողությունը ինչ պետք է անի այս մարդու մեծ խնդիրներին։ Մեր եղբայրն էր ասում, մի փոքր քարը մեծ խնդրի լուծում դառավ։ Ամեն։ Եվ մեր Տերը, իհարկե, դուք գիտեք այս պատմությունը, որ կերակրեց, պատասխան եղավ, բայց իմ ասածը ուրիշ բանի վրա է։ Ամեն։ Որ այսօր այս քաղաքի, այս տարածաշրջանի խնդիրների, մարդկանց իրավիճակների լուծումը Աստված տվել է, թե չի տվել։ Տվել է եկեղեցուն։ Տվել է քեզ, տվել է ինձ, որտեղ մենք ենք եկեղեցին։ Աստված այս մարդկանց ու շատ լավ է փառք Աստծուն, որ մենք նկատում ենք, վատ կլիներ, որ մենք չնկատեինք։ Վատ կլիներ, որ մենք չնկատեինք, որ մարդիկ կարիքի մեջ են, մարդիկ հոգսերի մեջ են, մարդիկ կոտրված են, մարդիկ սովամահ են լինում, մարդիկ գերված են, մարդիկ կապված են, մարդիկ, չգիտեմ, սատանան արել է իր ասև գործը ու անում է։ Այ վատ կլիներ, երբ որ եկեղեցին չնկատեր։ Բայց ես խոսում եմ, որ այսօր մենք եկեղեցին միայն ոչ թե նկատի, այլ ինքը լինի պատասխան։ Ամեն։ Դու տուր նրանց։ Երբ որ կկանգնես այս իրավիճակի առաջ, ու այդ իրավիճակի առաջ մենք միշտ ենք կանգնելու, միշտ ենք առնչվելու նման իրավիճակների։ Հիշի, ես ունեմ պատասխան։ Ես պետքա տամ իրան։ Ամեն։ Ինչ պետքա տամ։ Հիմա կխոսանք։ Եկեք մի ուրիշ տեղ նայենք։ Մատթեոս ավետարանի 9-րդ գլխից։ Տեսնենք Հիսուսը ինչ էր անում։ 9:35։ Գրված է, եւ Հիսուսը ամեն քաղաքները, գյուղերը ման էր գալիս եւ նրանց ժողովարաններում սովորեցնելով եւ արքայության ավետարանը քարոզելով եւ ժողովրդի մեջ ամեն ցավը եւ ամեն հիվանդությունը բժշկելով։ Ամեն, կասես, հա, բա Հիսուսն էր։ Այո, Հիսուսն էր։ Եվ նա ժողովուրդները տեսնելով գթած նրանց վրա, որ հոգնած ցիրուցան եղած էին, ինչպես ոչխարներ, որ հովիվ չունեն։ Նայեք ինչքան նույն պատկերն է։ Աշակերտները տեսան մի տեսարան, չէ, ժողովուրդը հոգնած, կոտրված, ու Հիսուսն է տեսնում մի տեսարան։ Նույնը, ժողովուրդը հոգնած, կոտրված, առանց հովիվ, մոլորված։ Աշակերտները արձագանքում են, ասում են, չգիտենք ինչ պետք է անենք։ Իսկ ստեղ գրված է Հիսուսը արդեն ինչ է անում։ Ինչ է անում։ Մի հատ էլ կարդանք։ Հիսուսը ասում է, ման էր գալիս եւ ամեն տեղ արքայության ավետարանը քարոզելով, ժողովրդի մեջ ամեն ցավերը, ամեն հիվանդությունները բժշկելով, ազատելով, պատասխանելով, տալով։
Հիսուսը, որ տեսնում էր խնդիրը, Հիսուսն էլ իր հերթին կարող էր աչքերը բարձրացնել երկինք, չէ՞, ու ասեր հայր, արձակիր ես մարդկանց։ Հայր, լուծում տուր ես մարդկանց։ Հայր, պատասխան տուր ես մարդկանց։ Բայց Հիսուսը գիտեր իր նշանակությունը, թանկագիններս։ Հիսուսը գիտեր իր առաքելությունը, միսիան, որ ասում ենք։ Հիսուսը գիտեր դրա համար նա պատասխան էր տալիս։ Ես ուզում եմ, որ դու չմտածես, չես Հիսուսն էր։ Հովիվ ջան, դու ինձ բերել ես Հիսուսի հետ ես հավասարեցնում։ Հիսուսը մեր Տերն է, մենք իր աշակերտներն ենք։ Ամեն։ Բայց մենք տեսնում ենք, որ ու Հիսուսը մեզ սովորացրեց աշակերտների դեմքում, ասեց, ինչ որ ես եմ անում, դուք էլ արեք։ Դուք էլ արեք։ Ու մենք տեսնում ենք պատմության մեջ, որ աշակերտները 12-ին ուղարկեց, որպեսզի այդ տեղերը չկարդամ։ Հետո 70-ի ուղարկեց։ Համաձայն եք։ Կարդացել եք։ Ինչպես հետ եկան ու պատմեցին, թե ինչ մեծ բաներ էին արել։ Մի ուրիշ խոսքով Հիսուս մենք գնացինք եւ տվեցինք։ Մենք գնացինք եւ տվեցինք։ Մենք գնացինք եւ տվեցինք։ Մենք գնացինք եւ տվեցինք։ Ու պատմում էին։ Հիսուսը նայեք, շարունակում եմ խոսքը։ Գթած հասկացա, որ ծիրուցան եղած են եւ 37-ում այն ժամանակ իր աշակերտներին ասեց. հունձքը շատ է, մշակներն են ուղակի քիչ։ Գիտեք, հունձքը շատ է, մարդիկ շատ են, կարիքները շատ են, առիթները շատ են, ուղղակի աշխատողներն են քիչ։ Ուղղակի քչերն են, որ հավատում են, քչերն են, որ անում են, քչերն են, որ ճիշտ պատկերացում կամ մտածելակերպ ունեն, ինչ պետք է անեն, ու ասում է աղոթեք հունձքի Տիրոջը, որ մշակներ հանի հունձքի մեջ։ Եկեք աղոթենք, որ իրականում աշխատողներ լինեն։ Աշխատողը, մշակը նա է, ով որ գիտի ինչ պետք է անի, թանկագիններ։ Նա գիտի իր աշխատանքը, հա? Իսկ մենք գիտես, sense նստած ենք կամ, չգիտեմ, կանգնած ենք, ասում ենք, Տեր, հունձքիդ մեջ մշակ հանի։ Մտածելով ինչ որ մեկը հատուկ գործիքներով կահավորված պետքա գա գնա գործ անի, բայց մենք ենք այդ մարդիկ, մենք ենք եկեղեցին այդ մշակը, մեր մտածելակերպը ուղղակի պետքա փոխվի, մենք պետքա հավատանք, որ մենք ենք ու մենք պետքա աշխատենք։ Ու ինչ պետք է անենք, այն ինչի կարիք որ կա, մենք պետք է անենք։ Բա Տիրոջը չաղոթենք, որ մի ճանապարհ ցույց տա։ Հիսուսը արդեն տվել է ճանապարհը իմ ու քո միջոցով։ Հիսուսը տվել է արդեն ելքը իմ ու քո միջոցով։ Ամեն։ Թե այդքան էլ չես համոզված։ Մտածում ես, դե 5 հաց, 2 ձուկ։ Ինչ պետք է անի այսքան մարդուն։ Ես նվազս, տկարս, հոգնածս, չգիտեմ, ես ինքս լիքը կարիքներ ունեմ, ես ինքս դեռ չլուծված հարցեր ունեմ, ու դուք մտածում եք, ով չուներ, որ այդ աշակերտներից հարցեր, ով չուներ խնդիրներ այդ աշակերտներից, կատարյալ էին, ամեն ինչ օքեյ էր իրանց կյանքում, մեր պես մարդիկ էին, մենք էլ իրանց պես մարդիկ ենք, այս աշխարհի բոլոր ազդեցություններին ենթակա, բայց նրանք պատասխան ունեին։ Գնանք առաջ։ Ես ինչ ունեմ, որ տամ, ես ինչ ունեմ, որ տամ։ Հիմա ասեմ, Եսայա 61-րդ գլուխ, ու առաջի խոսքը։ Իմ մոտ գրված է, հավատում եմ, որ քո մոտ էլ է գրված։ Ասում է, Տեր Աստծո հոգին ինձ վրա է։ Ու վրա է Տիրոջ հոգին։ Եկեք փառք տանք Աստծուն, որ Աստծո հոգին քո վրա է։ Ես հասկացա բոլորիս, չէ՞։ Ով է Հիսուսին Տեր ընդունե։ Ուրեմն Աստծո հոգին քո վրա է։ Ես չեմ ասում, իսկ ով է Սուրբ Հոգով մկրտված։ Շատ լավ է մկրտվի էլ, լցվի էլ, ամեն օր էլ լցվի, Աստծո հոգին քո վրա է։ Մի բան էլ ասեմ, քո մեջ է։ Մենք հասկանում եք, սովածին դու պետք է ասես, որ կա քեզ համար կերակուր, ու ես բերել եմ այդ կերակուրը, ոչ թե կա տեղը գիտեմ, բայց երբ դա քեզ կհասնի, այ այդ չգիտեմ,
Ես ունեմ քո համար կերակուր, բայց գիտես, դու դեռ արժանի չես։ Այսինքն ամեն բան անես, մանիպուլացնես, որ չտաս, բայց կա կերակուր, ինչ օգուտ թանկագիններս։ Այ եթե մինչև վերջ հավատարիմ մնաս Տիրոջը, երկնքում դու հաստատ կուշտ կլինես, գրած չի, բա երանելի են։ Ոչ, ասում է, Աստծո հոգին երբ որ քո վրա է, եկեղեցի, ու Աստված քեզ այդ նպատակով է օծել եւ ուղարկել, որ ասես սովածին կա կշտանալու տարբերակ, որ Աստված քեզ համար կերակուր է պատրաստվել։ Կոտրած սիրտ ունեցողներին բժշկություն։ Գիտես, կոտրված մարմինը հեշտ է կպցնել, բայց սիրտը ոչ ոք չի կարա։ Մենք գիտենք, կան այսօր վնասվածքաբաններ, չէ՞, խիրուրգներ, կոտրվածները կպցնում են, ամենաբարդ տեսակի բաները իրականում անում են, գործեր են անում, բայց սիրտ ով կարա կպցնի։ Ով կարա սիրտ կպցնի։ Դու ես, վայ։ Կոտրած սիրտ ունեցողներին բժշկելու թանկագինս դու։ Հիմա ես թե Աստված, դու Աստծո օծությունով, Աստծո Սուրբ Հոգով կոտրված սիրտ բժշկելու զորություն ունես դու, օծություն ունես դու։ Ոնց որ այդքան էլ լավ չհավատացինք։ Տեր ջան, ների մեր թերահավատությանը։ Գերիներին ազատություն հրատարակելու եւ կապյալներին արձակում։ Գերիներին ազատություն, կապյալներին արձակում։ Որ մենք գնանք արձակենք։ Նայեք, ես խոսում եմ ու մարդիկ մտածում են, այդ Աստված է անում։ Աստված չի անում։ Դու ես անում։ Ես քեզ կապացուցեմ, դու ես անում։ Ոնց եմ անում։ Բխի է քեզ օծել, որ ինքը պիտի անի։ Հա? Խիա քեզ օծել, որ ինքը պիտի անի։ Որ ինքը պիտի աներ, ինքն էլ կաներ։ Բա քեզ խի օծեց։ Պարզ գրած է, օծել է, որպեսզի դու բժշկես, դու կերակրես, դու արձակես, դու ազատես։ Հիսուսի անունով իհարկե։ Աստծո օծությունով իհարկե։ Բայց դու անես։ Դրա համար նա հանդիմանեց, կարելի է ասել աշակերտներին, երբ որ ասեց, լսեք, ինչ որ դուք ունեք պահել եք, եկել եք ինձ ասում եք ինչ անենք, չէ, չեք ասում ինչ անենք, արդեն ասում եք ինչ պետք է ես անեմ։ Ես պետք է ասեմ գնացեք ձեր գլխի ճարը տեսեք։ Բայց ասում եմ, ես արդեն ձեզ դուք ունեք այն ամեն ինչ, որ պետք էր այս մարդուն։ Պետք էր այն սովածին, պետք էր այն հոգնածին, պետք էր այն կոտրվածին։ Ով հայտնություն առնում, թող ասի ամեն։ Ով որ շատ է արդեն հայտնություն առել, թող բարձր ասի ամեն։ Ով էլ դեռ չի հավատում, թող էլի ասի ամեն։ Հալելույա։ Հովիվ ջան, բայց էսի Հիսուսի համար էր գրված ախր այս տեղը։ Այս մարգարեությունը Հիսուսի համար էր գրված է։ Դու ես բերում ես հավասարեցնում Հիսուսի հետ։ Լավ բաներ, ինչ են ասում։ Լավ խորհուրդ էր կամ լավ մեջբերում էր։ Գնանք առաջ։ Ուր գնանք, ես չգիտեմ ուր գնանք։ Գնանք Մարկոս ավետարան։ Ով որ Աստվածաշունչը անգիր գիտի, արդեն գիտի։ Ես ինչ պետք է կարդամ, որտեղից պետք է կարդամ։ Եվ Հիսուսը նրանց ասեց. երբ որ նա արդեն պետք է համբարձվեր երկինք, աշակերտներին ասեց. գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Ով որ հավատաց մկրտվեց կփրկվի,
ով որ չհավատաց կդատապարտվի։ Բայց մի րոպե, ովքեր որ հավատացին, լսեք, ուշադիր, ասում աշակերտների մեջ չէ, մենք հո լավ գիտենք։ Նրանց էլ որ հավատան, այս նշանները կհետևեն։ Որովհետև աշակերտները արդեն գործում էին այս նշանները։ Աշակերտները արդեն փորձել էին դա, գիտեին, 12-ն էլ, 70-ն էլ, չգիտեմ, բոլորը գիտեին։ Ասես լսեք, որ ձեր խոսքին ովքեր որ հավատան, հանկարծ չարքելեք, հանկարծ չասեք սա մեր մենաշնորհն է, հանկարծ չասեք միայն Տերը մեզ է ասե, դու 70-ի մեջ կայր չէ, Հիսուսի անունով արգելում եմ, չանես։ Ծիծաղելի է, բայց այսօր գիտես ինչքանն են նման բաներ ասում կամ փորձում։ Չէ, սա միայն ես պետք է անեմ, սա միայն ինձ է տրված, մեզ է տված։ Դու հələ փոքր ես, դու հələ այնքան Աստծո խոսք ուտես։ Հացուպանիր էլի Աստծո խոսքի։ Դու ինչ իրավունք ունես, ինչ որ մեկի համար աղոթես, ինչ որ մեկի համար էս անես, դու ինչ իրավունք ունես։ Ու մարդիկ այսօր մեկին վերցրած, բերում են այդ մեկի մոտ ճակերտավոր, ահա բերել եմ, տես ինչ պետք է անես։ Այնքան նման է։ Հիսուս, տես ինչ պետք է անես։ Դրա համար ասեց, որ ում որ խոսակ, նրանք հավատացին, նայեք, այն ինչ որ ձեր կյանքում եղավ, ձեր կյանքով եղավ, իրանց մոտ էլ է լինելու, չարքելեք։ Մարդիկ մտածում են պարգև ունեցողները միայն, պարգևներ, գիտեք, չէ, հովիվ ավետարանի, չերեք լավ դաս ունեինք, մարգարե, այդ մարդիկ եկեղեցու շինության համար են դրված, սա ուրիշ գործ է, եկեղեցու կառուցելու, ճիշտ հիմքեր, չգիտեմ, ճիշտ սյուներ, ամեն բան անելու համար են, ոչ թե նրանց է պատկանում այս գրվածքները միայն, սա բոլորին է, հիմա մի հատ էլ, ուզում եմ այս բոլորի մեջ, մենք բոլորս մեզ տեսնենք, նրանք, որ կհավատան, ով այսօր հավատաց է Հիսուսին փրկվե, բոլորս միանշանակ, ասա ես, որ հավատացի, եսի արդեն մի ասա, ես շարունակեմ քո տեղը, այս նշանները կհետևեն, իմ անունով, Հիսուսի անունով, դևեր կհանեն, ծալեցինք մի մոտը, նոր լեզուներ կխոսեն, շատ է լավ կանեն, օծեր վեր կառնեն, և եթե մի մահադեղ խմեն, նրանց վնաս չի տա, հիվանդների վրա ձեռք կդնեն, և նրանք կառողջանան։ Այսինքն նրանք, որ հավատացին, որ փրկվեցին, որ Հիսուսին ընդունեցին, ու հանկարծ ապրում են կյանքում, ինչ որ մեկին հանդիպում են, ու այս մեկն էլ են անապատի ժողովրդի պես հոգնած, ցիրուցան եղած է, դարդոտած է, կապանքների մեջ է, բանտարկված է, չգիտեմ, սիրտը կոտրված է, մնացածն էլ դուք թվարկեք թանկագիններ, ասում է, երբ որ նման մարդկանց կհանդիպեն, նրանք կարող են նրանց տալ։ Հիվանդին բժշկություն, գերվածին ազատություն, կապվածին արձակում, կարող են տալ։ Կա հավատացող։ Հիմա գործնական ենք անելու, բայց իրար վրա չէ։ Մյուս կիրակի կերևա մեր գործնականը։ Ոչ թե բերել ենք հովիվ ջան, տեսեք ինչ եք անում։ Ոչ թե արի գնանք մեր հովիվը քո համար աղոթի։ Չէ, ես դեմ չեմ աղոթելուն։ Բայց դու ի՞նչ ես աղոթե, որ սպասել ես մի շաբաթ, որ պետքա բերես տեղ։ Դու աղոթի, դու ազատագրի, դու բժշկի, դու արձակի, դա քո վրա է այդ օծությունը։ Դու տուր իրան ուտել։ Ուստի 19 Տերը նրանց հետ խոսելուց հետո երկինք համբարձվեց, Աստծո աջ կողմը նստեց։ Նրանք էլ դուրս գնացին եւ ամեն տեղերը ու լիքը կոտրված սրտով մարդիկ էին տեսնում, լիքը անապատի չորացած անգամ մարդկանց էին տեսնում, ասում էին դե նրանց ժամանակը անցել է արդեն։ Ժամանակը ուշ է, անցած ժամանակ։ Իրանց անցել է, իրանք էլ երևի թե փրկվողը չեն, վերջ։ Իրանք բաց թողեցին իրանց գնացքը, լսել եք նման արտահայտություն։ Աշակերտները ասում են արդեն ժամանակն էլ ուշ է, վերջ։ Ուշացել են իրանք։ Որ խնդրեմ կնվագեք։ Եվ աշակերտները գրված է, հա?
հիասթափված, մեծ ստրեսի, դեպրեսիա, այսօր մոդա է, դեպրեսիայով հետեկան վերնատուն։ Ինչքան վատ կլներ, որ նման գրված լիներ։ Դրա համար չեմ ասում, որ ամեն ասես։ Գրվածա նրանք էլ դուրս գնացին ամեն տեղ, քարոզում էին եւ Տերը գործակցում էր նրանց եւ խոսքը հաստատում էր այն նշաններով, որ հետևում էին։ Գիտեք ինչի կոտրվածը չի բժշկվում։ Որտեւ մենք չենք վստահ չենք, որ մենք կարող ենք բժշկել։ Գիտես ինչի գերվածը չի ազատվում, որտեւ մենք վստահ չենք, որ բանալիները ազատելու մեզ է տրված։ Իշխանությունը մեզ է տրված։ Որտեւ քիչ գիտենք մեր դերի մասին, կամ շատ քիչ գիտենք ինչ պետք է անենք, քիչ գիտենք ով ենք մենք, եկեղեցին ով է, ինչի համար է։ Դրա համար թանկագիններս։ Այսօր նայում ենք, ասում ենք, դե մեր դահլիճում էլ տեղ չկա նստելու։ Փառք Աստծուն, բայց ընդամենը սա էր մեր նպատակը կամ Աստծո նպատակը։ Չէ, մենք շենք ենք ուզում, Տեր շենք ենք ուզում, որ լավը լինի, մեծը լինի, հարմարավետ լինի։ Չէ՞։ Ինչի համար։ Ոնց թե։ Որ քեզ փառաբանենք։ Դե հենա ունեք էլի։ Հələ որ այդքան նեղված չի։ Չէ, Տեր, մենք ուզում ենք, որ այնքան կարիքավորներ, կոտրվածներ, կապվածներ, գերվածներ, սովածներ կան, որ իրանք էլ քո տան մեջ հանգստություն գտնեն։ Մենք ուզում ենք, որ շատ տեղ լինի, որովհետև մենք աշխատողներ ենք, մենք գնալու ենք, աշխատենք ու մարդիկ գալու են, բա ինչ ենք անելու։ Ու ես լսում եմ իմ սրտի մեջ, Տեր, ասում է դե աշխատեք, տեսնեմ։ Դե աշխատեք, տեսնեմ։ Իհարկե, աշխատելուց առաջ, մշակ լինելուց առաջ, էլի եմ ուզում շեշտադրեմ, այս հայտնությունը թող լինի, կասես Հովիվ ջան, ես մի քանի անգամ փորձել եմ, այն քո ասածը չի ստացվել։ Կստացվի, որտեվ դու դրա համար ես կանչված։ Ու թող քեզ չհետաքրքրվի, բա որ չստացվի, թող քեզ հետաքրքրի ով ես դու, ինչ ունես դու, ինչ օծություն կա քո վրա եւ ինչի համար է այդ օծությունը։ Թող քեզ հետաքրքրի ուր է քեզ Աստված ուղարկել, ինչ է ինքը քեզ ասել, ոչ թե քեզ քո փորձառությունն է ասում։ Կտեսնես։ Գոնե մի հատ գրած լիներ Պետրոսը մեկի համար աղոթեց ու չբժշկվեց, ես եկը մխիթարվեի։ Հիսուսի մասին գրած է։ Ասում է չկարեցավ բոլորին բժշկեր, բայց շատ էր ուզում։ Բայց մի ուրիշ տեղ գրած է բոլորին, ես հասկանում եմ բոլորին, անխտիր։ Բայց տեղ կար, ասում է ոչ բոլորին։ Թեև շատ փափագ ուներ։ Այսօր թող մեր փափագը տեղը լինի, մեր հավատքը տեղը լինի, զորությունը տեղն է։ Եկեք հավատանք։ Բոլորին թե ոչ բոլորինը, դա ժամանակի հարց է։ Ամեն։ Պատասխան իմ ու քո մոտ է։ Գնանք առաջ։ Ուր գնանք։ Մատթեոս 28-ի մեջ ես ուղղակի ասեմ, ասեց գնաց ինձ է տրված ողջ իշխանությունը երկնքում եւ երկրի վրա, Հիսուսը ասեց։ Եվ ասեց ուստի գնացեք, սա գիտես ինչ է։ Ես եմ ուղարկում։ Ում որ տրված է իշխանությունը, նա ինձ ու քեզ իշխանություն է տալի, ասում է գնա ես եմ քեզ ասում։ Գնա ես եմ քեզ օծում, գնա ես քո հետ եմ, բայց դու պետք է անես։ Մի շրջվի ու ասա Տեր աղաչում եմ ես ինչի համար։ Պետք է ես ինչի համար աղոթել, որ սիրտը բացվի, բան չունեմ ասելու, պետք է աղոթել։ Բայց այն ինչ որ մենք պետք է անենք, Տերը չի անի։ Ես ու դու պետք է անենք, ու ինքը կգործակցի։ Ամեն։ Ինքը կանգնած կլինի, կասի, այո, դու պարտավոր ես հնազանդվել իմ որդու ասածին։ Այո, դու պարտավոր ես փոխվել իմ որդու խոսքի համաձայն։ Այո, սատանա, դու պարտավոր ես իրան բաց թողել,
որտև իմ որդին գիտի իր իշխանությունն ու դիրքը։ Գործք առաքելոց 10-րդ գլուխ, մի քանի տեղ մնաց։ Բայց հարցը տեղը չի, հարցը բուն նպատակն է։ 10-ի 13, 14-ը։ Չէ, կներեք, սխալ եմ գրել։ 10-ի 38-ը։ Այն Հիսուսը, որ Նազարեթից էր։ Կարելի է ձեր անունները տամ։ Ահա, առաջինը Ալվարդ քուրը ասեց։ Այն Ալվարդը, որ Գյումրիից էր։ Այն Եղիշը, որ Գյումրիից էր։ Այն Հովանեսները, որ Գյումրիից էին։ Այն Կարինեն, որ Գյումրիից էր, եւ բոլորս։ Չի ասում այն Հիսուսը, որ երկնքից եկավ, ասում այն Հիսուսը, որ Նազարեթից էր։ Իմ ու քո պես։ Չգիտեմ, Նազարեթը Գյումրիից լավն էր, Գյումրին է լավ Նազարեթից, կապ չունի։ Բայց ինչ որ մի տեղից էր։ Մարդիկ էլ ասում են, լսեք, Նազարեթից, Գալիլեայից, նորմալ բան։ Այսքան ժամանակ ով է լսե, որ դուք միգուցե այսօր քո ներսի ձայն ասում եմ, լսի, այսքան ժամանակ։ Ես ինչ կարամ անեմ։ Այ Նյու Յորքից լիներ, Երևանից լիներ։ Ու այնքան հեշտ ենք, օրհնում եմ բոլոր Նյու Յորքցիներին եւ այլն։ Բայց այնքան հեշտ ենք հավատում Նյու Յորքից, Եվրոպաներից եւ այլ, բայց ոչ Գյումրիից լինողներին։ Այնքան ենք հավատում, որ իրանք այնքան օծված են ու էլ ավելի թողոցված լինեն։ Որ հավատում ենք, որ իրանց ավելի շատ բաժին է տրված, քան թե ինձ ու քեզ, որ Գյումրիից ենք։ Ու մեր քույրը ասում է, «Բարտիկցիկ ինչ ասեմ»։ Կամ Մարալիկից եկածները։ Ես էլ ախր կողքի գյուղից եմ։ Ու հիմա բոլորս Նազարեթից ենք, այս դեպքում։ Թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց։ Կապ չունի որտեղից ես անունդ ինչ ասեցի, չասեցի, կապ չունի, կարևորը գիտեք որն է, թե ինչպես Աստված նրան Սուրբ Հոգով օծեց։ Ես չգիտեմ ինչպես, բայց կարևորը օծեց։ Հավատացինք օծեց, Սուրբ Հոգով օծեց, Սուրբ Հոգով լցրեց, Սուրբ Հոգով մկրտեց ու զորությունով չի կարելի Սուրբ Հոգով զորությունը բաժանել, չի կարելի թանկագիններս։ Սուրբ Հոգի ուրեմն Աստծո զորություն, Սուրբ Հոգի ուրեմն Աստծո ուժը, Սուրբ Հոգի ուրեմն Աստծո դրսևորումները։ Եթե Սուրբ Հոգի ուղակի որպես Սուրբ Հոգի մի հատ արձանիկ դնելու, միտեղ հիշելու կամ իմ սրտի վրա, չգիտեմ, գրելու Սուրբ Հոգի ուրեմն բացում ենք Տիրոջ ողջ զորությունը։ Ամեն։ Ինչքան զորություն։ Բա ինչի էր։ Ինչու էին աշակերտները մտածում 5 հացն ու 2 ձուկ ինչ կլինի։ Հիսուս ասում էր դուք ինչ որ պետք է ունեք։ Ուղղակի ու սխալ եք նայում։ Սխալ եք պատկերացնում։ Դրա համար թաքցրել եք, դրա համար ամաչում եք անգամ դրա մասին խոսալ, ամաչում եք դա բերել ու ասել կերեք, հաստատ կկշտանաս։ Տեսանք, կշտացան։ Ավելացավ, չպակասեց, չի պակասի քո զորությունը, մի վախեցի, չէ, ես պահել եմ էսի են հատուկ դեպքերի համար, ես պահել եմ սենց ծայրահեղ իրավիճակների համար, չի պակասի, կավելանա, ավելի կավելանա, օծեց, որ ման եկավ, բարին անելով
եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետեւ դե նա Հիսուսն էր, որովհետեւ Աստված էր նրա հետ։ Սա որովհետեւ Աստված է իմ հետ։ Ու եթե հիմա, գիտեք, չէ, դպրոցում անցել ենք նշանները, կա հավասարման նշան, կա մեծ, փոքր, չէ՞։ Փոքրը որ սուր անկյունն է, դա ուրեմն փոքրն է տեղ ցույց տալի, որ կողմը բաց է, այդ կողմը մեծն է։ Հիմա եթե Հիսուսին դնում ես ու այն մեծ կողմը իր կողմ դու պուճուրի տեղ ես քեզ դնում, ասում ես դենի Հիսուսը ես չեմ ասում եկեք Հիսուսի հետ հավասարվենք կամ մեզ ասենք ես Հիսուսն եմ, բայց այն ինչ որ Հիսուսը ուներ, դու ունես։ Այն ինչ որ Հիսուսն էր կարող անել, դու կարող ես, ես կարող եմ, մենք կարող ենք։ Ամեն։ Էսի արդեն հայոց լեզու անցանք։ Հալելույա։ Ասա ես կարող եմ։ Ինչու՞, հարց տամ։ Հա? Ինչու՞։ Ես Գյումրիից չեմ դրա համար։ Նազարեթից էլ մարդ չունենք դեռ։ Որտեւ Աստված օծեց ու քեզ հետ է։ Ամեն։ Լավ, գնանք առաջ, որ հասնենք։ Հռոմեացիների 10-րդ գլուխ, բայց թողեք այս անգիր ասեմ իմ բառերով։ Ասում ով որ Տիրոջ անունը կանչի կփրկվի։ Ու կարծես ինքն իրան մտորում է, էլի Պողոս առաքյալը ասում է, հա, вообще-то որ ընդհանրապես որ կանչեն կփրկվեն, բայց ո՞նց կանչեն կամ ո՞նց հավատան, եթե իրանց մեկը պատմող չլինի դրա մասին։ Ո՞նց հավատան, եթե չլսեն։ Բա ո՞նց լսեն, եթե մեկը չգնա այդ մեկին պատմի։ Կամ ո՞նց գնա, եթե չուղարկվի։ Մի քիչ խառնեցի, բայց իմաստը նույնն է։ Մինչև չքարոզեն, ինչպես լսեն, մինչև այդ ոտքերը չգնան, մինչև այդ մարդիկ չհավատան, որ իրանք են, որ օծված են այդ ճանապարհի կամ այդ նշանակության համար։ Ու հետո ասում եմ, գիտես ինչքան գեղեցիկ են այն ոտքերը։ Ինչքան գեղեցիկ են, ես ավելացնեմ, էլի այն շուրթերը, որ Տիրոջ խոսքն են փոխանցում։ Այնքան գեղեցիկ են այն ձեռքերը, որ Տիրոջ զորությունն են փոխանցում, ինչքան գեղեցիկ են այն հրճակումները, որ Տիրոջ ազատությունն են ավետում, ինչքան գեղեցիկ են։ Ես մտածում եմ Տիրոջ աչքերը այդ ոտքերի վրա է։ Տիրոջ աչքերը այդ մարդկանց վրա է։ Ու նայում ասում է, «Էս ինչ լավ կոշիկ ես հագել»։ Գուչիից է թե Արմանիից։ Հրեշտակն է ասում։ Չէ, ասում է։ Սրանք խաղաղության ավետիք տանող կոշիկներն են։ Սրանք հատուկ երկնային ֆիրմայի բրենդի կոշիկներ են։ Ու եթե մենք հագնենք դրանք, եթե մենք կրենք դրանք, Տիրոջ աչքերը մեր վրա են։ Ամեն, ես հավատում եմ։ Ես հավատում եմ։ Բայց ուզում եմ բոլորս ուրախ գանք Տիրոջ մոտ, իրար մոտ, ասենք գիտեք ինչ է եղել։ Գիտեք ինչ է եղել։ Գիտեք ինչ է եղել։ Բա դու այնի չես լսել, բա դու այն պատմությունը չես լսել, բա դու ես ազատագրումը չես լսել, բա դու ես սրտի բժշկությունը չես լսել, բա դու ես կյանքի փոխողությունը չես լսել, բա դու այն կյանքի այն ընտանիքի վերականգնումը չես լսել։ Ու պատմենք, հա? Լավ? Հարկ Հիսուսին։ Ինչպես, եթե չքարոզեն։ Հալելույա։ Գիտեք, կապ չունի քեզ, մեզ,
մեր եկեղեցուն ինչքան մնաս տաղանդ քանքար լսել եք, չէ՞, այդ առակը, այդ պատմությունը։ Մատթեոս 25-ում է գրված այդ առակների մեջը։ Մեկին տվեց 1 Աստված, մեկին 3, մեկին 5, մի ուրիշտեղ գրածա 10։ Թանկագիններ, հարցը 3-ի, 1-ի, 10-ի մեջ չի։ Հարցը գիտեք ինչի մեջ է, որ տրված է։ Այս էլ եմ ուզում մի հատ ամրացնենք մեր մեջ։ Եթե մեկից կլսես, որ ասում է ինձ 10-ն է տրված, օժնի թող 10-ն էլ ավելանա, լինի 20։ Մեկը որ կասի, գիտես, մերը յուրահատուկ է, օժնում ենք ձեր յուրահատուկը, սրտանց։ Եթե մեկը անգամ մտածում է, որ իրան դե մեկն է տված, այ եթե 3-ը լիներ, չէ, բա որ 10-ը լիներ, ինչ է փոխում, 1, 3, 10, չէ, բայց դե 10-ը, 1-ը, տարբերությունը, ախր գործածությունն է նույնը։ Ու Տերը եկավ, ասում է, մեկը 3-ն էր շահել, մեկը 10-ն էր կամ լավ մյուս պատմության մեջ 5-ն էր շահել, ու գովեց, բարի հավատարիմ ծառա, ինչ լավ ես արել, ինչ ճիշտ ես գործածել, իր նշանակության են մեկն էլ եկավ, ասեց, մի հատ էր, այնքան քիչ էր, 5 ձուկ էր, 5 հաց էր, լավ, 2 ձուկ, այնքան փոքր էր, բա ես որ իմանայի Տերը սենց բան կաներ, բա ես չէի տանի, իմ պատանիից շուտ ասեի, ես իմը շաուրմա է, թող այսօր ժողովուրդը շաուրմա ուտեն, ինչի 5 հաց 2 ձուկ, այն մեկն էլ ասեր իմը տնական է, իմ խաչապուրին տնական է, բա չէի ասի, եթե իմանայի Տերը սենց կաներ, կբազմացներ, ինչ լավ են փոքր երեխեն չասեց, իմը այնքան քիչ է, ես ունեմ, ու ես գիտեմ, որ ես ունեմ, ու սա գործի կդնեմ, բայց մեր այս պատմության մեջ մեկ ունեցող ասեց, դե մեկը ինչ է, որ, չթողես, որ սատանան քեզ խաբի, ասեց, դե մեկը ինչ է, որ, ես հիմա խոսում եմ, թող բոլորին 10-ը, 5-ը, 50-ը տված լինի, ու ես ու դու չենք որոշում, որ եկեղեցուն Տերը ինչքան է տվել, ու մի հատ էլ ասենք, բա ինչի, թող մեզ մեկը լինի, հա, թող մեզ մեկը լինի տրված, բայց այս մեկը գործածվի, այս մեկը թող մեկը 2 դառնա, թող ես մեկը, ասում է, լսի, բայց քեզ պետք էր ուղղակի ինչ որ ունեիր, սեղանավորներին տայիր, դու տայիր այդ կարիքավորներին, դու գործի դնեիր դա, սա էր քեզանից պահանջվում, ոչ թե նստեիր մտածեիր, չէ, միայն 5-10 ունեցողները կարող են, ես մեկը ինչ է, մեկը այնքան քիչ է, այնքան փոքր է, ու Հիսուս այսօր քեզ ասում է, դու տուր, ինչ որ ունես, դու տուր, Հակոբոսը մի լավ խրատ հանդիմանանք ասում, ասում լսեք, ինչ օգուտ, երբ որ տեսնում ես կարիքավորին, ասում ես թող Տերս օրհնի, թող Տերս լրացնի, մենք աղոթում ենք, բայց ասում լսի, իսկ ինչ դու ունես, դու տուր, այս ամենաճիշտ աղոթքը, բայց ես ինչ, ես մի հատ կարկանդակի գումար ունեմ, կարամ տամ իրան, տուր այդ կարկանդակինը, տուր են հագուստը, տուր են ավետարանը, ձեռքը դիր տուր այդ զորությունը, խոսքը խոսա տուր այդ արձակումը, բայց որ տանենք են 10 ունեցողի մոտ, գիտես ինքը առատ կտա, լսի դու քոնը տուր, ամեն, եկեղեցի եկեք մենք մերը տանք, ինչ որ Աստված է մեզ տվել, ամեն, ամեն, թող մեր փառաբանության խումբը գա, ես ուզում եմ վերջի օրինակը բերեմ, որտեվ շատ օրինակներ կարող ենք, խոսենք, բերենք,
Մատթեոս 26:26 Երբ որ սեղան էին նստած աշակերտների հետ մեր Տերը վերցրեց հացը, վերցրեց բաժակը, ինչ ասեց. Ես հիմա այնքան քիչ բան ունեմ, այ որ մի քիչ շատ ունենամ, ձեզ կտամ։ Ասեց այն ինչ որ Տերը ինձ տվել է, այն ինչի համար որ Հայր Աստված ինձ ուղարկել է, ես ձեզ եմ տալիս, առեք կերեք։ Ու մենք գիտենք, որ ինքը իրան տվեց։ Ամեն։ Ամբողջությամբ տվեց։ Սա էր իր միսիան։ Ես եմ ասեց, այն հացը միգուցե փոքր։ Ես եմ քո կենթանի կամ իրական խմելիքը։ Առեք, կերեք։ Այսօր ինձ ու քեզ այդ հայտնությունը։ Առ կեր, առ բժշկվիր, առ ազատվիր, առ խաղաղվիր։ Ու չնայեց էլ երկինք ասեր, Տեր, ինչ անեմ։ Եթե անգամ իր մտքի մեջ էլ մտածում էր, ասեց տուր Հիսուս, ինչ որ ունես։ Այնչի համար որ ես քեզ օծեցի։ Ինքը տվեց իր ողջ երկրային ծառայության համար այն ամենը, բայց վերջում էլ ասեց, լսեք, ճիշտն ասած, Աստված Հայրը ինձ ուղարկել է, որ ես ինձ ձեզ տամ։ Այսի ուրիշ անգամ։ Այո, ով որ իրան տալիս է ինչ որ մեկի, ոչ մի բան չի խնայի։ Եկեք սկսենք տալ, հետո կտենաս, որ դու քեզ ես արդեն տվել։ Ինչ որ մեկի, ինչ որ մի ընտանիքի, ինչ որ մի քաղաքի, ինչ որ մի երկրի, ինչ որ մի ազգի, այո, ես չեմ վախենում էսի հռչակեմ, ինչ որ մի ազգի, որ դու կարող ես քեզ նվիրել։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք, խնդրում եմ, բերեք այս հացը գինին օրնենք, եկեք աղոթքով օրնենք ու դուք արդեն գիտեք, չէ, կարգը ոնց է լինելու։ Վերջից ենք, չէ՞ սկսում։ Վերջից, հետո այս շարքը, հետո այս շարքը։ Բայց հիմա եկեք աղոթք անենք։ Տեր, մենք շնորհակալ ենք քեզ։ Իրականում շնորհակալ ենք, որ մեզանից ոչինչ չթաքցրեցիր, որ ոչինչ պակաս չթողեցիր։ Դու ամբողջությամբ Տեր, այն ամենը, ինչ որ այդ օծության Սուրբ Հոգու մեջ էր, Տեր, դու փոխանցեցիր մեզ։ Եվ անգամ ասացիր, Տեր, որ մենք ավելին կարող ենք անել, քան թե դու արեցիր։ Որտեվ այնքան մեծ է կարիքը, ինչքան մեծ է այսօր պահանջարկը այս երկրի, այս աշխարհի մարդկության։ Դու ասեցիր, որ ավելին կարող եք անել։ Որովհետև մենք շատ ենք։ Մենք հավատում ենք, որ քո հոգին մեր վրա է, Տեր իմ Աստված, քո գործերը գործելու համար։ Մենք հավատում ենք, որ դու մեզ հետ ես, քո հոգով, որպեսզի Տեր, քո ծրագրերը լինի իրականացված։ Մենք հավատում ենք, որ այո, մենք որպես եկեղեցի ունենք առաքելություն այս տարածաշրջանում եւ մինչեւ երկրի ծայրերը։ Այո, մենք հավատում ենք, Տեր իմ Աստված, այն ինչ որ մեզ տրված է, քո անվան իշխանության մեջ, դա տալու համար է, Տեր, ոչ թե պահելու։ Դա տալու, Տեր իմ Աստված, մարդկանց կարիքները լրացնելու համար է, ոչ թե թաքցնելու, ոչ թե մեր համար գործացելու, Տեր։ Խնդրում ենք քեզ քո հայտնության համար, իմաստության հոգու համար, որ մեր հոգու աչքերը լուսավորի, որ մենք գիտակցենք եւ գործածենք այն ինչը, որ պահելու համար չի, Տեր։ Ու հասնենք մի օր, Տեր, այն կարգավիճակի, ինչպես մեր Տեր Հիսուսը, ինչպես Տեր Պողոս առաքյալը եւ շատ առաքյալներ ասեցին, մենք մեզ ձեզ տվեցինք։ Թող այս եկեղեցին, Տեր, պատկանա քեզ ու այս քաղաքին, այս տարածաշրջանին եւ բոլոր նրանց, ուր որ կուղարկես, Տեր,
Այսօր մենք Տեր, ընդունելով հացը, գինին, ընդունելով Տեր, քո մարմնի ու արյան խորհուրդը, նորից ընդունում ենք այն ամենը Տեր, հաստատելով, որ դու արդեն իսկ տվել ես մեզ, որպեսզի մենք էլ տանք ամեն մեկին, ով որ դրա կարիք ունի։ Թող ողջ փառքը քեզ լինի։ Ամեն։